մասնակցել ես։ Ո՞ր եմ մասնակցել։ Դե բարոշ չի եկավ, էլի։ Բարամներս այդ վաղց նոր է սկսել։ Հիմա լավ եմ պատվաստված բարությանը։ Թուրքագետի մասնագիտություն ընտրած այս դիմորդը միասնական քննությունների առաջին փուլին չի մասնակցել։ Ուժերը հավաքել է երկրորդ փուլում բարձր միավորներ ունենալու համար։ Նույն սկզբունքով առաջնորդվող դիմորդներ էլի կային։ Շատերը մինչ այս այլ առարկաներից են քննություն հանձնել, արդյունքներից գոհ էին։ Վստահ էին, որ հայոց պատմությունն էլ հաջող կհանձնեն։ Հունվարին պատրաստվել չի, որովհետև ուզում եմ ավելի լավ միավոր ստանալ, դրանով պարոպել եմ այս ամիս պետք է տամ հիմա։ Այս տարբերակը շատ լավ հնարավորություն անձեռնում, որովհետև աշակերտը կարողանում է հունվարին տալ, ու եթե իր առարկաները բավարարում է, այլևս չի տալիս քննություն ու այդ արդեն իսկ դրական ցուցանիշ է։ Կարծում եմ, որ այս մեր փուլով կարող եմ անցնել իմ ուզած ինստիտուտը համալսարանը։ Բերուսովի քաղաքագիտություն։ Իրավագիտության, թուրքագիտության, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների եւ ելի շատ բաժիններ դիմաց դիմորդների համար այս տարի մրցակցությունը մեծ է։ Դիմորդների թիվն էլ նախորդ տարվա համեմատ շատ է։ Նաեւ այս հանգամանքով է պայմանավորված այն, որ շատերը թեև հունվարյան քննություններին ստացել են բարձր միավորներ, բայց հիմա փորձում են գնահատականները բարելավել։ Պատմությունը անցել է իշխեմը, բայց հիմա եկել եմ բարձր միավոր ստանալու համար։ Ինչ մասնագիտություն ես ընտրել։ Թուրքագետ։ Թուրքագետ։ Ինչ ես ընտրել մասնագիտությունը։ Հայագիտության մեջ թուրքագիտության ոլորտը ավելի զարգացնելու համար։ Մասնակցել եմ առաջին փուլի հունվարի հայոց պատմության միասնական քննություններին, գնահատականից չգոհացած հանգացա երկրորդ անգամ ավելի բարձրացնել։ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունները առաջին փուլով արդեն անցել էի։ Այս այնքան որ փորձելու համար եմ եկել։ Գյումրիի թիվ 21 դպրոցի քննական կենտրոնում հայոց պատմություն առարկայից միասնական քննություն հանձնելու համար 119 դիմորդ էր հայտագրվել։ Նրանցից 6-ն այսօր չէր ներկայացել։ Բացակայությունների պատճառների մասին քննական կենտրոնի ղեկավարը միայն ենթադրություններ կարող է անել։ Հավանական պատճառներից մեկն այն է, որ գուցե դիմորդը մինչ այդ հանձնած առարկաների անցողիկ շեմը չի հաղթահարել, եւ այսօր կալ քննության արդեն անիմաստ էր։ Եթե առաջի քննությունը անհաջող են տված լինում է եւ բացակաների թիվը որոշ առարկաներում ավելի շատ է լինում։ Այստեղ այդքան է շատ չի թիվը, ենթադրում եմ, որ առաջի քննությունը հաջող է եղել։ Միասնական քննությունների առաջին փուլի մասնակիցների թիվն այս տարի շատ չի տարբերվում երկրորդ փուլից։ Սա ըստ պատասխանատուների նշանակում է, որ գնալով կարևորվում է բուհական ընդունելության համար անցկացվող միասնական քննությունները երկու փուլով կազմակերպելու մեխանիզմը։ Անկախ առաջին փուլի արդյունքներից երկրորդ անգամ քննություն հանձնող դիմորդը կորցնելու բան չունի։ Շատ քչերն են, որ հունվարին չեն մասնակցել, որտեղ արդեն հասկացել են, որ դա հնարավորություն է, միևնույն է երկու քննությունից բարձրի արդյունքն է վերցվում ընդունելության մրցույթի համար եւ թվերը համարյա արդեն համազոր էին, թե առաջի տարին այդպես մտածում էին տան չտան, հիմա արդեն եւ նախապատրաստվում են ավելի լավ, առաջի փուլի այդ արդյունքները ցույց են տալի ձմեռային փուլի, որ ավելի լավ են նախապատրաստվում, քան նախորդ տարիներին եւ լրացուցիչ հնարավորություն է։ Ֆիզիկայի միասնական քննությունը թիվ 10 հիմնական դպրոցում ձևավորված քննական կենտրոնում էր, որտեղ հայտագրված դիմորդների թիվը 89 էր, առաջին փուլի համեմատ մի փոքր ավելին։ Այս տարի բուհերում հատկացված տեղերի քանակը պակասել է, իսկ դիմորդների թիվն ավելացել, ինչով էլ բացատրվում է այն, որ շատ մասնագիտությունների ընդունելությունը մրցակցային է։ Հաջորդ ամիս միասնական քննությունների լրացուցիչ երրորդ փուլն է, որին կարող են մասնակցել օտարերկրյա քաղաքացիները, բանակից զորացրվածներն ու այն դիմորդներն, ովքեր հարգելի պատճառով բացակայել են երկրորդ փուլի քննություններից։ Դրանից հետո միայն կամփոփվեն միասնական քննությունների արդյունքները։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։